Պենտագոնը Նորվեգիայում ուսումնասիրել է Հավանայի համախտանիշ առաջացնող զինատեսակը։ The Washington Post պարբերականի հրապարակման համաձայն Սպիտակ տան և Պենտագոնի պաշտոնյաները 2024-ին այցելել են Նորվեգիա, այդ երկրում մշակված գաղտնի զենքի մասին տեղեկանալու համար։ Ըստ աղբյուրի այն առաջացնում է այսպես կոչված Հավանայի համախտանիշին բնորոշ ախտանիշներ։ Հավանայի համախտանիշը անսովոր նյարդաբանական ախտանիշերի, մասնավորապես ականջներում աղմուկի, գլխապտույտի, գլխացավերի, ճանաչողական խանգարումների և այլ նշանների համախումբ է, որն առաջին անգամ հայտնաբերվել է 2016-ին Հավանայում, ԱՄՆ և Կանադայի դեսպանատների աշխատակիցների շրջանում։ Այս խորհրդավոր հիվանդությունը, որն ամբողջ աշխարհում վարակել է հարյուրավոր ամերիկացի դիվանագետների և հետախուզության աշխատակիցների, հաճախ կապում են էներգետիկ զենքերի ենթադրյալ ազդեցության հետ։ Նմանատիպ ախտանիշների երկրորդ զանգվածային դեպքը գրանցվել է Վիեննայում 2021-ին։ Մեկուսացված դեպքեր են գրանցվել նաև Չինաստանում, Գերմանիայում, Սերբիայում, Հնդկաստանում։ Պաշտոնապես չհաստատված դեպքերի մասին է հայտնի Լեհաստանում, Վրաստանում, Թայվանում, Ռուսաստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Կոլումբիայում, Միացյալ Նահանգներում և մի շարք այլ երկրներում։ Հրատարակության աղբյուրների համաձայն սարքը, որը ունակ է արձակել միկրոալիքային էներգիայի հզոր իմպուլսներ, ստեղծվել է Նորվեգիայի կառավարության համար աշխատող անանուն հետազոտողի կողմից։ Նրանք պնդում են, որ նա փորձել է ապացուցել, որ նման ազդեցությունն անվնաս է մարդկանց համար, այն փորձարկելով հենց իր վրա։ Արդյունքում առաջացել են նյարդաբանական ախտանիշներ, որոնք նման են Հավանայի համախտանիշին։ Հրատարակությունը նշում է, որ տառապողները սովորաբար ունենում են երկարատև հետևանքներ, այդ թվում ճանաչողական խանգարումներ, գլխապտույտ և սրտխառնոց։ Աղբյուրները պնդում են, որ Նորվեգիայի իշխանությունները ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչությանը տեղեկացրել են արդյունքների մասին։ Արդյունքում Պենտագոնի և Սպիտակ տան ներկայացուցիչները 2024-ին 2 անգամ այցելել են Նորվեգիա։ Հետազոտությունների արդյունքում հաստատվել է վիճելի սարքի ուղղորդված էներգիայի մարդու վրա վնասակար ազդեցություն թողնելու հնարավորությունը։ Սակայն աղբյուրները նշել են, որ սա չի հաստատում այն տեսությունը, որ որևէ պետություն կանգնած է ԱՄՆ կառավարության աշխատակիցների, այդ թվում դիվանագետների մոտ Հավանայի համախտանիշի տասնյակ դեպքերի հետևում։ CNN-ը հունվարին հաղորդել էր, որ ԱՄՆ իշխանությունները գաղտնի գործողության արդյունքում արդեն իսկ ձեռք են բերել և փորձարկել Հավանայի համախտանիշ առաջացնող սարք։ Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն Վաշինգտոնի ներկայիս վարչակազմը սարքը, որը ձայնային հարձակումներ անվանվող միջադեպերի պատճառ կարող է լինել, գնել է մի քանի միլիոն դոլարով։ Նշենք, որ 2023-ի մարտին ամերիկյան հետախուզական ղեկավարները հայտարարեցին, որ շատ անհավանական է, որ ԱՄՆ հակառակորդները ուղղորդված էներգիա են օգտագործել, այսպես կոչված Հավանայի համախտանիշի զոհերի դեմ։ Հետախուզությունը ըստ էության բացառել է այն հնարավորությունը, որ միջադեպի հետևում կանգնած են Ռուսաստանը, Չինաստանը, Կուբան կամ որևէ այլ երկիր կամ անհատների խումբ։ Միացյալ Նահանգներում լրատվամիջոցները և պաշտոնյաները սովորաբար համախտանիշը վերագրում են ձայնային հարձակումներին կամ ուղղորդված էներգիային, սակայն ամերիկյան իշխանությունները պնդում էին, որ 2016-ի նոյեմբերից Հավանայում ավելի քան 40 ամերիկացի դիվանագետ հիվանդացել է որոշակի արտաքին ազդեցության հետևանքով։ Վաշինգտոնը միջադեպերի պատասխանատու է համարում Հավանայի ղեկավարությանը, իսկ Կուբան բազմիցս հերքել է իր մասնակցությունը տվյալ գործընթացում։ 2017-ի հոկտեմբերին կուբացի փորձագետները նաև հայտարարել էին, որ Միացյալ Նահանգները հնարավոր է ծղրիտների կամ ցիկադների ճռռոցն է շփոթել ակուստիկ հարձակումների հետ։ Սակայն վերջին տարիներին նմանատիպ ախտանիշներ են նկատվել ամերիկյան կառավարության բազմաթիվ աշխատակիցների մոտ ամբողջ աշխարհում։ 2020-ին բժշկական սոցիոլոգ Ռոբերտ Բարթոլոմյուն և նրա համահեղինակ նյարդաֆիզիոլոգ Ռոբերտ Բալոչն իրենց աշխատության մեջ Հավանայի համախտանիշն անվանում են զանգվածային հոգեցին հիվանդություն և համեմատում այն 18-րդ դարից ի վեր գոյություն ունեցող բարոյական խուճապի նմանատիպ դրվագների հետ։ Վերջիններս ամերիկացի պաշտոնյաների մոտ ախտանիշների առաջացման պատճառ են համարում Կուբայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների սթրեսի և մշտական հսկողության մթնոլորտում աշխատելու հանգամանքը, ինչը նրանց ցանկացած լուրերի և հոգեցին պաթոլոգիաների նկատմամբ դարձրել է չափազանց զգայուն։ Հավելենք, որ 2024-ին ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտները հրապարակել են մասնագիտացված ուսումնասիրություն, որում նշվում էր, որ Հավանայի համախտանիշի նշաններ ունեցող ամերիկյան կառավարության աշխատակիցների մոտ ուղեղի զգալի վնասվածք չի հայտնաբերվել։